Բախմուտը ռազմական գործողությունների հետևանքով գրեթե ամբողջովին ավերվել է, հայտարարել է Կիևի զինված ուժերի ներկայացուցիչը։ Այն արդեն կարելի է ասել անմարդաբնակ է։ Մնացել են փոքրաթիվ խաղաղ բնակիչներ, որոնք հրաժարվում են հեռանալ։ Մարտերի պատճառով նրանց տարհանումը բարդանում է։ Բախմուտում այժմ ամենակատաղի մարտերն են։ Ռուսական կողմը պնդում է, որ վերահսկողություն է հաստատել քաղաքի մեծ մասի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայում ավելի քան 130,000 պետական ծառայողներ այսօր գործադուլ են հայտարարել, պահանջելով բարձրացնել աշխատավարձերը երկրում բարձր գնաճի պայմաններում։ Պետական եւ առևտրային ծառայությունների աշխատողների արհմիության կողմից կազմակերպված ակցիաներն անցկացվում են Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում։ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի հարավ-արևմուտքում բեռնատար գնացքի 2 վագոններն ընկել են Միսիսիպի գետը։ Դեպքի հետևանքով 4 աշխատակից վիրավորվել է, միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ռելսերից դուրս եկած եւ ափում հայտնված վագոններից մի քանիսում ներք եւ լիթիում-իոնային մարտկոցներ էին, իսկ գետում հայտնված վագոններում նման վտանգավոր նյութեր չկան։ Թուրքիայի Իզմիր քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հրդեհը բռնկվել է բազմահարկ բնակելի շենքում։ Հրշեջները փորձում են մարել կրակը, շենքից դուրս են բերվել 40 բնակարանների բնակիչներ։ Ոմանք խուճապի մատնված դուրս են թռել պատշգամբից, երբ կրակը գրեթե ամբողջությամբ պատել է շենքի արտաքին հատվածը։ Նախնական տվյալներով հրդեհի հետևանքով զոհեր չկան, հաղորդվում է 7 տուժածի մասին։ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին, ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Ինքնաթիռը վնասվել է, վնասումը նկատել են միայն տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ։ Միաժամանակ ավիաընկերությունը պաշտոնապես չի հայտնել կայծակի հարվածի մասին։